Ողջույն երկրի վիճակը հաղորդաշարը կրկին եթերում է, այսօր իմ հյուրն է ամերիկահայ ԱԺԲ անդամ Յուրա Թադևոսյանը, բարև ձեզ պարոն Թադևոսյան։ Պարոն Թադևոսյան, դուք 18 թվականին վերադարձաք վերջնականապես հայրենիք, ստացաք Հայաստանի քաղաքացիություն, դարձաք երկքաղաքացի, ԱՄՆ եւ Հայաստանի քաղաքացի եք եւ բայց բոլորիս հայտնի է, որ դուք 11 թվականից եմ ես Հայաստանում 11 թվականից դուք մասնակցություն եք ունեցել ակտիվ Հայաստանի ներքին կյանքին, քաղաքական կյանքին, այդ թվում նաև մեկ բարեգործություն եք արել, որ շատերը չգիտեն դրա մասին։ Ձեր առաջին այցելությունից հետո Հայաստան խաչքար եք տարել ձեզ հետ Հայաստանից եւ այն այսօր զետեղված է Սիեթլ քաղաքի, ԱՄՆ Սիեթլ քաղաքի եկեղեցու բակում։ Հիմա այդ ֆոնի վրա ես ձեզ կուզենայի հարցնել, դուք որպես հայ քրիստոնյա առաքելական եկեղեցու հետևորդ խաչքար եք տարել Հայաստանից, հայրենիքից, խաչքար եք տարել եւ դե զետեղել եք Սիեթլի այն քաղաքի, որտեղ դուք ապրում եք, եկեղեցու բակում։ Ինչ զգացումներ ունեք այսօրվա պետություն եկեղեցի հարաբերությունների կոնտեքստում եւ ինչպես եք նայում այն իրավիճակին, որ մեծ արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Շատ լավ հարց եք տալիս։ Մենք բոլորս լավ տեղյակ ենք, որ ինչ է կատարվում այսօր եւ Փաշինյանի եւ ԿՊԱ-ականների կողմից շատ մեծ հարվածներ են ունենում մեր եկեղեցու եւ քահանաների վրա։ Այն որ մեր կաթոլիկոսը երեխա ունի, քահանաները այնտեղ կարող է իրանց խախտումներն ունենան, դա հարցի մյուս կողմն է։ Իրենք կարային այդ ամեն ինչը մի 7-8 տարի առաջ այդ հարցակումը ունենային, բայց ինչու հիմա։ Որովհետև հիմա է հրամանը ստացել Էրդողանից, Ալիևից, ինչքան կարակ այս մեր սիմվոլները պղծեք, եկեղեցուն նվաստացրեք, քահանաներին նվաստացրեք, ժողովրդի մոտ հիասթափանք մտցրեք, ինչի համար, որպեսզի իրանք այդ Տուրանի ծրագրով առաջի խոչընդոտը Հայաստանում գտնվելու դա եկեղեցիներն են։ Տուրանի ծրագիրը բոլորիս հայտնի է ինչ բանով, որ իրանք ուզում են Հայաստանը ոչնչացնեն, մեջետներ դնեն, բայց քանի որ եկեղեցու հետևը կանգնած է մի ամբողջ հայազգ, ինձ թվում է դա անհնարին է։ Ինչքան էլ իրանք ուզենան մեզի նվաստացնեն, էլի չեն կարա։ Մեր եկեղեցին ունի 1700-ից ավել պատմություն եւ այլն, բոլոր առաջի քրիստոնյա երկիրն ենք մենք աշխարհը գիտի դրա մասին, պատմությունը ջնջել հնարավոր չի, շատ է որ իրանք երազում են, բայց ցավոք սրտի մեր Փաշինյան կոչեցյալը, Փաշինյան օգլին, կարելի ասել, հա, ինքը կատարում է Էրդողանի, Էլեմասում, Ալիևի եւ Պուտինի հրահանգները։ Ինքը գործիք է, ոնց ասում են, տենց էլ անում է։ Շատ ցավալի է, բայց ես գիտեմ իրանց նպատակին չեն հասնի, ես համոզված եմ էդի ասում, որովհետեւ անես չի որ այս վիճակում մեր ազգը մոլորության մեջ է, մի օր չի զարթնելու, այնպես ինչ ձև է զարթնելու, այնպես է զարթնելու, որ աշխարհը զնգոցը գալու է։ Այն որ եկեղեցիները իրանց սխալները ժամանակին չեն արել, օրինակ Արցախում հայաթափություն որ եղավ, հենց պետք է եկեղեցին զանգերով կամաց այդ զանգը որ մարդ լսում է, դաժե ոչ հավատացյալ, ոչ քրիստոնյա, իր մարմինը փշակախում է։ Զանգերով կարային աշխարհին իմաստային, որ ստե էթնիկ զտում է տեղի ունենում Արցախում։ Իրանց թերությունները էլ եմ ուզում ասեմ այդ ոչ բոլորը իհարկե քահանաների եւ կաթոլիկոսի հետ է եղել, որովհետեւ կաթոլիկոսը ինքն էլ է գործիք Կրեմլի հետում իր աղբերն դեմ մեդալներ են ստանում, մենք բոլորս գիտենք, հա, իրանք էլ են գործիք, բայց եթե իրանց արյան մեջ հայկական արունը, իրանք պետք է անպայման առաջի հերթին ամեն ինչը դնեն միայն անեն այն ինչ որ ինչի համար են իրանք ծառայում։
Աստծո դեմ իրանք պատասխան տան, թե չէ, ու տալու են։ Բացի Աստծո դեմը հայ ազգի դեմը պատասխան են տալու եւ Փաշինյանը, եւ ԿՊ-ականները, եւ նախկինները, որոնք այս երկիրը դարձրին այսօրով մի հատ այնպես երկիր, որտեղ հարցնում են, ասում են, որտեղից ես, ասում եմ հայ եմ, դե շատ եմ գնում գալիս Ամերիկա տարբեր քաղաքներով, ես ամանչում եմ արդեն այն վաղ ամանչում եմ արդեն արտահայտվել, որ ես Հայաստանից եմ, որովհետև այնքան եմ լսել, որ ինքը կարողացավ անես մի հատ նվաստացնել ինքը Փաշինյանը նվաստացնել մեր ազգին, որ որտեղ եթում ես գլուխը ցած կախում ես, չես ուզում ասես, որ դու հայ ես։ Իսկ ես հայ հպարտ հայերից եմ, ու որտեղ եմ կասեմ, որ ես հայ եմ եւ հպարտանում եմ իմ նախկիներով, իմ եկեղեցիով, իմ այն ճանաչված գիտնականներով, կոմպոզիտորներով, համաշխարհային անուն ունեցող մարդկանցով, ոնց կարամ ես այդ բանը մոռանամ։ Այս Փաշինյանն ասում է ցեղասպանությունը մոռանանք, հրահանգը Էրդողանի մոտից, Արարատը մոռանանք, հրահանգը Ալիևի մոտից, այս դպրոցների գրքերի մեջ պղծությունը մցնում, Մաշտոցը մոռանանք, Սևակի ոտանավոր Արարատի մասին չեն գրում արդեն իրանք սկսել են դրա վրա արդեն աշխատել, ու այդ սաղ ամեն ինչը տեսնելով ցավով եմ ապրում, որ ժողովուրդը այսօրվա դրության մեջ շատ այնց մոլորության մեջ բացի դարելա ոնց ասեմ ստամոքսի կռիվ անում, ասում եմ մենակ փողը Ցորենը եկավ Ադրբեջանից եկավ, այ մարդեր լավ կլինի հիմա եկեղեցու պատմության ընթացքում շատ են եղել այսպիսի հարձակումներ եկեղեցու վրա, այդ 1700-ից ավելի տարիների պատմությունը մեզ ցույց է տվել, թե քանի անգամ են հարձակվել, քանի անգամ են փորձել մեր ազգին կրոնափոխ անել, բայց դա չի ստացվել, հուսով ենք, որ հիմա էլ չի ստացվի։ Այո, այդ 100% չի ստացվել։ Պարոն Թադևոսյան, դուք նշեցիք, որ 2011 թվականից ձեր կապերը վերահաստատել եք հայրենիքի հետ, ԱՄՆ-ում ձեր բարեկեցիկ կյանքը, ձեր բիզնեսները, ձեր այսպես աշխատանքները թողել եք եւ մեծամասամբ տարվա մեծ մասը, ասենք մի 8-9 ամիսը հաստատ Հայաստանում եք եւ երբ էլ Հայաստանում չեք լինում, նորից Հայաստանով եք ապրում։ Ձեր կյանքով դուք դա ցույց եք տվել։ Օրինակ ձեզ ինչն է դրթում, ինչն է ձգում, որ գաք այստեղ ապրեք։ Թվում է թե Ամերիկայում ունեք բիզնեսներ։ Ամերիկայում ունեք ապահով կյանք։ Ձեր ընտանիքը, որդիները Ամերիկայում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում են։ Ձեր որդին ճանաչված մարզիկ է ԱՄՆ-ում։ Բոլոր կայքերով, բոլոր հեռուստաընկերություններով ցուցադրվում են նրա մենամարտերը, հաղթական մենամարտերը եւ բոլոր մենամարտերից հետո ծածանվում է Հայաստանի պետական դրոշը, մեր եռագույնը, մեր ազգայինը։ Այ ինչն է ձեզ ձգել, որ դուք թողնեք այդ ամեն ինչը ԱՄՆ-ում, թողնեք ձեր որդիներին, ձեր դստերը, ձեր ընտանիքը, մի խոսքով, ձեր թոռներին ու գաք այստեղ հիմնականում։ Ես ուրեմն երկու տղա, մի աղջիկ ունեմ։ Մի օր տղես ինձի հպարտությամբ ասում է, պապա, ասում է, տենում ես չէ ինչ ձև եմ ընտանիքս պահում, իհարկե քո օգնությամբ հիմքը դու ես դրել եւ այլն եւ հարցը չի ես ոչ թե ինձ գովալու համար եմ ասում եմ բալես ես պարծենում եմ ես իմ տղես այդ որ ասում եմ տենում ես ինչ ձև եմ ապրում ինքը շաբաթ կիրակ էլ է աշխատում որպեսզի իր երեխեքին տա մասնավոր դպրոց որպեսզի գեյ բանի չշփվի էլի այդպես վատ չար որը ազդեցություն են տալիս իմ թորների վրա լավ տուն ունի, լավ մեքենաներ ունի, շատ լավ ապրում է, այդ ամեն ինչ ինչ է թողել եք։ Ասեմ։ Ու իրան պատաս ասում եմ, պապա, ասում եմ, բայց ես այս կյանքը, որ ես ունեմ,
Այդ դու որ այսքան գնում գալիս ես, քեզի հասկանում ենք։ Կարամ ես ընդ Հայաստանում ունենալ։ Ասում եմ ոչ։ Ասում եմ բալես ես գնում եմ Հայաստան դրա համար տեսնելով անարդարությունը, որտեղ մեր ժողովուրդը նվաստացրած է, տենում եմ ուժերի կողքը կարամ կանգնեմ, իրանց կողքին եմ կանգնած։ Ես ուզում եմ այս պետությունը դարձնեմ այնպիսի պետություն, որ լավ ասք բանակ ունենանք, տնտեսությունը բարձր լինի, դատաիրավական դաշտը ճիշտ աշխատի եւ ի վերջո լավ սահմանադրություն ունենանք։ Հետո ամենակարևորներից մեկը, որ դու ստե խոսքը օրինակ Ամերիկայում բալես դու առնում ես 5-7 հազար, գազ քո Հայաստանում առնես այդ գումարը։ Այդ դեպքում ես պայքարել եմ այնքան, մինչև այս ամեն ինչը իրականացնենք։ Այսինքն այն ինչ որ ապրում են մեր սփյուռքահայերը իրենց երկրներում, իրենց բնակության երկրներում, ոչ հայրենիքներում, կարողանան կատարել նույնը իրենց հայրենիքում եւ հաստատ համոզված ենք, որ նրանք կվերադառնան։ 100% ես համոզված եմ։ Դա համար ես ուզում եմ կերտեմ այդպիսի պետություն, թե որ ուժերի հետ դա արդեն կյանքը ցույց կտա։ Ես հիմա այսօրվա պահին 18 մի քիչ հետ գնամ 18 թվականին որ Փաշինյանը մեծ հարթակից որ խոսում էր ասում էր ժողովուրդ ջան ոչ մի մուկ ոչ մի ձուկ չի պլստալու իմ մոտից այն նախկիները որ ալան-թալանով են զբաղվել դրանք անպայման կլինեն բանդերում Արցախը դա Հայաստան է եւ այլն ոչ մի ընթացք չեղավ հետո պարզվա որ նախկինները ու հիմիկվա ղեկավարները այսինքն հիմիկվա ԿՊ-ականները նույնն են ոչ մի տարբերություն ես դա համոզված եմ ու իմ նման 100,000-ավոր մարդիկ են համոզվել չի երևում հեսա ասեմ նայեք իր ժամանակ ասեց որ Արցախը դա Հայաստան է ասեց հետո չասեց Արցախը դա Ադրբեջան է ասեց 15 հոգի այն երեխեքը մատխաշ երեխեքը վագոնի մեջ որ վարվան դրա պատասխանը տվին մինչև հիմա դատավարությունն է այդում չտվին 5000 հոգի երեխեքը պատերազմի ժամանակ մատաղ եղան քանի հազար մոտ մի 10,000 էլ վիրավորվան այդ ում շնորհիվ է ինքը ասում էր չէ ես նախորդ գիտեի որ պատերազմ կարող է լինի ու ես դրա դեմը չռա որովհետև բոլտոնն եկավ մինչև այդ Ամերիկայից զգուշացրեց ասեց ձեզ զենք տամ պատերազմա լինելու զինվեք ինքը վեկանում էր հեռախոսափողը ու զանգում էր Վլադիմիր Վլադիմիրիչ ինձ առաջարկում են Ամերիկայի ներկայացուցիչը զենքա վերցնեմ թե չէ ին պատասխանում էր Պուտինը ոչ մենք պայմանագիր ունենք հանգարցակի ինչ որ մեկը հասնի մենք ձեր մեջքի կանգնած ենք ընդ Ֆրանսիաներ առաջարկում то даже Կատարներ առաջարկում Իսրայելներ առաջարկում բոլորից հրաժարվում բա Ռուսաստանը մեր մեջքի կայնացա մեր Ռուսաստանը մեր եղբայրն է մեզի կօգնի տեսանք որ պատերազմի ժամանակ Ռուսաստանը ոչ թե օգնեց մեզ այլ օգնեց ադրբեջանցիներին միջև այդ 5-6 միլիարդով բոլորս գիտենք զենքով զենք ծախեց Եվ այլն մենք չեմ ուզում անդրադառնամ այն բաներից որ արդեն 100 անգամ ասվել է տարբեր TV-ներով ուզում եմ ասեմ մենք հասկացանք որ Ռուսաստանը մեր թշնամին է հիմա թուրքացում է գնում ամեն ձևի դաժե այս քանի օրը Արադ Միրզոյանին մի հատ որտեղ էր գտնվում Բելգիայում թե որտեղ արտասահմանում մի հատ ժուրնալիստ հարց չի տալիս ասում է պարոն Արադ Միրզոյան դուք անեցեք խոսում ոնց որ խոսա այս պահին Ադրբեջանի արտաքին մինիստրը դուք անեցեք ներկայացնում դուք Հայաստանի չէ արտաքին մինիստրն եք ոնց որ ձեր առներ էլի որովհետև լիովին իրանք ինչ ասում են այդ որ ասում են գործիքն են իրանք սա կատարում են հետո այս իրանց աշխատանքը դրանում է տանում որ վաղը մյուս օրը
այս հիմիկմանից պատրաստվում են, որ ընտրությունների գան։ Բայց ես համոզված եմ, իմ կարծիքն եմ ասում, որ չի եղել պատմության մեջ սովետի քանդումից հետո ինչ որ մեկը պրեզիդենտներից մեկ օրինակ Քոչարյանը ուզենա երկրորդ անգամ ընտրվի ու չի ընտրվել, թե խաբելով, թե ֆալսիֆիկացիաներով, գողանալով, առնելով, ձայնելով միշտ իրանք են լինում երկրորդ անգամ։ Հիմա Փաշինյանն էլ երրորդ անգամ է ուզում լինի խոսքի օրինակ ու կլինի, որովհետև ես վերջերս մի ամիս Վստահ եք, որ կլինի։ Ինչպես? Վստահ եք, որ Ես կլինի։ հիմա Որտեղից ես ձեզ հեսա փաստերով կասեմ, որ վստահ եմ ինքը լինի այն բանով, որ այս մի ամիսա տարբեր TV-ներով ասում են, որ Վրաստանում 196,000 հատ անձնագիր են բռնագրավե ֆալշիվի գրանցումով, անուն ազգանունով, մի 30-40 հազար հատ էլ ID-ներ են բռնագրավե, բայց դրա մասին ԿՊԱ-ականները չեն խոսում, որովհետև ես համոզված եմ, եթե բռնել են, ուրեմն կարող է արդեն միջև այդ մի 300 կամ 500 հազար հատ անձնագիր արդեն կա պատրաստ, դրա համար իրանք վստահ են, որ իրանք պետք է կրեն, այդ անձնագրերը ընտրությունների ժամանակ կօգտագործեն։ Ու եթե այդ անձնագրերը որ բռնել են, իմ մոտ միտք առաջացա, ուրեմն 21 թվին էլ են իրանք օգտագործել, ժողովուրդը չի իմացել։ Ինձ տենց է թվում։ Հա դա իրավունք ունեք կարծել։ Հա, ես իրավունք ունեմ, չէ, հա, ես այդպես եմ կարծում, որ իրանք էլ են դա օգտագործել, որովհետև ես որ այդում եմ գնում գալիս եմ Ամերիկա, ինձ ասում են, դուք ինչ ազգ եք արա, որ ասում եմ ամանչում էի բան։ Ասում եմ, պատերազմը կրված կապիտուլյանտ լինելով ձեր պրեզիդենտը փոխանակ ատրճանակը վեկալեր Իրան խփեր կամ աշխատանքից դուրս գար, դուք հենց Իրան ընտրում եք, ասում է։ Դուք ազգ կոչվելու իրավունք չունեք ու ճիշտ էին ասում տվյալ մոմենտին։ Բայց ես ամանչում էի պատասխանել, որովհետև բան չունեի ասելու։ Բայց հիմա ես կարամ ասեմ, որ այն ժողովուրդը այն որ ասում են դանակը պետք է հասնի ոսկորին, նոր ոտյակը կանելու է։ Ես մի քիչ հեռու գնացի, այս ընտրությունների ժամանակ, ընտրությունները որ գալու է ժողովուրդ ջան, ես համոզված եմ, էլի ֆալսիֆիկացիայով իրանք են լինելու։ Գալու են, եթե ինքը չլինի, իրանց մարդիկ են գալու։ Էլի նույն ձևի ապրելու ենք ավելի վատ։ Բայց այս անգամ պարլամենտում կլինեն օգլիներ, ածեներ, անդիմադիրներ կամ իրանց կուսակցությունից ու իրանք ստիպեն արդեն գան ձեր տները կմտնեն, ձեր կնանիքին, ձեր աղջիկներին փչացնեն, այս ժամանակ ինչ պետք է անեք ժողովուրդ ջան։ Եթե հիմա որ արդեն կան հյան ազգանունով, որոնք ճիշտ է նույնն են, չեք պայքարում, հետո ուշ կլինի։ Հետո այն Ալիևի ասածով Սևանը ոնց են ասում Գյոլչայա, հետո Հայաստանը ոնց է մենք Երևանն էլ Երևանը։ Երևանն էլ Երևան։ Եվ ոչ միայն Ալիևն է ասում, Փաշազադեն էլ է ասում, որ պետք է մեջիտներ կառուցվի։ Այո, մեջիտներ պետք է կառուցվի։ Ադրբեջանցիների աղոթատեղեր կառուցվի։ Այն այնպիսի հռետորաբանությամբ են խոսում, որ Հայաստանում մեջիտներ են եղել, մզկիթներ են եղել, եւ այդ մզկիթները վերացրել են եւ իրանք պիտի այդ բոլոր մզկիթները վերականգնեն։ Բայց ես այն օրը կարդացի ծիծաղում էին այդ Ալիևի ասացի վրա, արդեն տարբեր պետություններից ասում են ամեն ինչին չափ կա, ինքը արդեն չափն անցել է, ոչ թե չափ անցել է, արդեն էйֆորիայի մեջ է։ Պարոն Թադևոսյան, այդ պետությունները, որ ծիծաղում են Ալիևի ասացի վրա, դա ավելի կարևոր է, քան մեր պետության իշխանությունների ղեկավարության չծիծաղելն ու կամակատար լինելը։ Բայերկե ես օրինակ կարևոր եմ գտնում, որ ու տեսնում եմ, որ եթե ել եմ կրկնում ընտրությունները մենք տապալված ենք լինելու, համոզված եմ դրանում։ Մենք պետք է չթողենք ընտրությունները։ Մենք պետք է չթողենք, գրանք բռնենք չթողենք։ Չէ։ Տարբեր ձևեր կան դրան, շատ տարբեր ձևեր կան, չեմ ուզում ասեմ, բայց ժամանակը կգա եւ ժողովուրդը կտեսնի, այսինքն դանակը կհասնի ոսկորին, իրանք ժողովուրդը հենց ինքը չի գնա ընտրությունների կամ չգնալով էդի հարցի լուծում չի, արի օրինակ վեկանեք ես Նյու Յորքի քաղաքապետը, որը հնդիկ մուսուլմանին է,
ոչ փողով, ոչ մի բանով դարավ քաղաքապետ։ Իսկ ընդ Իրանից առաջ մի հատ եվրեյ գցին մեդան, միլիոնատերերը աղաքին փող դրեցին, որ ինքը դառնա քաղաքապետ, չկարացան։ Փողը դե չհաղթեց։ Հաղթեց ժողովրդի կամքը։ Ուզում ասեմ ժողովրդի կամքը, եթե շատ ուժեղ լինի, հզոր լինի, իրան կարան իրանք տունը չնստեն, չնստելով իրանք հելնեն փողոցները լցնեն ու կառավարության դեմը գան ու ստիպեն, որ իրանք հրաժարական տան։ Դա քանակությունն է կազմում, դրա համար պետք է լավ էս կլոր սեղանում, որ հավաքվում են մեր կուսակցականները, քաղաքական գործիչները, իրանց նպատակը դրանում է, որպեսզի կարողանան լավ քարոզաշխար արշավ տանեն, որպեսզի ժողովուրդը ոտի կայնի, ու եթե ով ուզում է, եթե իր սիրտը ցավում է այս երկրի համար, ինքը անպայման կմասնակցի այդ ընդդեմ այս կառավարության ժողովների միտինգներին այս պահին։ Հիմա նայեք, դուք բաներ եք ասում, որ համարյա ամեն պատահած խմբի մեջ Հայաստանի քաղաքացիների դա խոսվում է։ Այդ հիասթափությունը, օրինակ դուք այնպիսի խանդավառությամբ եք խոսում 18 թվականի իրադարձությունների մասին, չասեմ հեղափոխություն։ Ես զգացի, որ դուք եք ձեզ զգացել այդ 18 թվականի այդ օրերին, զգացել եք ձեզ 3 միլիոն վարչապետերից մեկը։ Այո։ Բայց հիասթափությունը հասավ այն բանին, որ դուք արդեն բավական վաղուց արտահայտում եք այս մտքերը եւ համոզված եք, որ ընտրությունով գաղութում ոչինչ չի փոխվի։ Այո։ Հիմա դուք ես նշեցի, որ ԱԺԲ անդամ եք, ազգային ժողովրդավարական բևեռի անդամ եք եւ ինչն է ձեզ դրթել, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկել եք, ամենացածր ռեյտինգ ունեցող քաղաքական, այսպես ներկայացվում է, սրանք իմ բառերը չեն, ներկայացվել, որ ներկայացնում են 1%, 0.7%, չգիտեմ, 0.25%, նախորոք ասեմ, որ ես այն համոզմանն եմ, որ գաղութում նաև սոցհարցումներն են աղավաղված։ Եթե երկիրը ազատ չի, երկիրը դեմոկրատական չի, այնտեղ սոցհարցումները չեն կարող արտահայտել հանրության իրական մտածելակերպը, իրական տրամադրությունները։ Այսինքն թողնում ենք դա, ասում ենք այն, ինչ որ իբր ներկայացնում են։ Ասենք ինչն է ձեզ դրթել, որ չեք գնացել այս այն ուժը, որը ներկայացվում է 20%, 25%, 15%, չգիտեմ ինչ, եկել եք 1% ներկայացվող ուժ։ Հարում եք։ Այսինքն ինչ ուժի նկատի ունեք։ Ազգային նկատի ունեք։ Ես նկատի ունեմ, որ այս դրության մեջ ազգային ժողովրդական բևեռը միայն ուժն է, որը ունի մի քանի հազար աջակիցներ։ Ոչ մի ազգային ուժերի մեջ ես չեմ տեսնում այդ քանակի մարդկանց։ Այդ մեկ։ Երկրորդը ես ինչի միացա ազգային ժողովրդական բևեռին, տեսնելով ինչ հզոր մարդիկ են գլխավորում իրանց խորհրդի անդամները։ Ինչպես։ Խորհրդի անդամների ցուցակը։ Ցուցակը։ Ճիշտ է, եղել են խորհրդի անդամների մեջ մարդիկ են եղել, մտել են դուրս են եկել, բայց դա ոչ մի բան չի փոխել։ Մնացել են այն մարդիկ, ովքեր են իրանց գաղափարների կայուն են մնացել, կայուն են։ Եվ օրինակ վերցնենք Արա Պապյանին։ Արա Պապյանը այն դիվանագետներից, այն կարամ ասեմ պատմագետներից այն մարդն է, որը այսօրվա դրության մեջ բացեց 100 հազարավոր մարդկանց աչքերը, ճանաչելով Վիլսոնյան Հայաստան։ Արա Պապյանը շատ մեծ աշխատանքներ է տարել մեր ազգային պայքարի մեջ, ոնց կարելի է այդ մարդուն չհարգել, չսիրել։ Մենք միշտ էլ պատմությունով հզոր
հզոր ազգ ենք եղել, միշտ էլ պայքարել ենք, միշտ էլ թշնամիներով շրջապատված ենք եղել, միշտ պատերազմների մեջ ենք եղել, մեզի պետքա մի հատ կայծ, այդ կայծը Բևերն է, ես համոզված եմ, որովհետև վեկալ ենք Ժիրայր Սեֆիլյանին, որը եկա կյանք ունի անցած առաջի պատերազմում ինքը Շուշիի առանձնակի հրամանատար եղել ու իր հետի կրված տղաները միջի հիմա խոսում են իր մասին, որ դրական կողմերով, որը միջի հիմա պայքարի մեջ է, որը նստել է բանդերում դուրս է եկել, ամեն ձևի ուզում են իրան նվաստացնեն, վարկաբեկեն եւ այլն, բայց դա հնարավոր չի, դա անմակարդակ մարդիկ են այդ քայլի հետում, նույնը Պապյանին են ուզում վարկաբեկել եւ այլն, որովհետեւ այսօրվա դրության մեջ բոլոր մեդիա դաշտերը փակացա Բևերի դեմ, միակ ազգային ուժն է, որը ճիշտ է ներկայացնում աշխարհին եւ մեր ազգին։ Օրինակ ինչ են ներկայացրել, օրինակ նայեք, դուք մեր նախնական զրույցում ասում էիք, որ ես ինչ եմ հավատում Բևերին, դուք էլի, ինչ եք հավատում, որովհետև այս մարդիկ ինչ ասել են, ժամանակի ընթացքում տեղի է ունեցել։ Այո։ Պարզվել է, որ ճիշտ էին զգուշացնում, ճիշտ էին գուշակում եւ շատ ցնցված էիք 2015 թվականի Բերձորի դեպքերից։ Այո։ Դուք ճիշտ է ԱՄՆ-ում եք եղել այդ ժամանակ, բայց այնուամենայնիվ ձեր կարծիքն էիք ասում այդ դեպքերի վերաբերյալ։ Այո, 15 թվականին ես լավ հիշում եմ, կարծեմ ինտերնետով էլ կա այդ ավտոերթը դեպի Արցախ, Արցախի սահմաններում այդ ավտոների մեջ երեխեք կային, կնանիք կային, այն գիտակից մարդիկ ուզում էին մտնեին Արցախ եւ իրանց արցախցիներին ճիշտ ուղղություն տային այն բանով, որ ժողովուրդ ջան, այ արցախցիք ջան, այսօրվա դրության մեջ որպեսզի դուք ապահով լինեք, մեր թիկունքով գտնվում են դավաճան ղեկավարներ, իսկ ձեզ մոտ կարելի է հրավիրել միջազգային խաղապահ զորքեր, որ արդեն պայմանագրով եղել է Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ամերիկայի զորքերը, որպեսզի Մինսկի խմբի անդամ երկրները, բայց վերջում դուք հասկացաք, որ Ռուսաստանը ասեց մենք կմնանք, Ֆրանսիային եւ Ամերիկային համոզեցին, որ մենք խաղապահությունը չհամոզեցին, ուղղակի շրջանցեցին եւ իրանք դարան դե խաղապ։ Էդի հələ այն վաղ հələ Բևեր չկար, Սասնացուր չկար, էդի գիտակից մարդիկ էին։ Հետո նոր ստեղծվեց Սասնացուր, Բևեր, ճիշտ եմ ասում, ես եթե չեմ խառնում, հա։ Ճիշտ եք ասում։ Ես ինչ եմ Սասնացուրը իհայտ են եկել շռնդալից, այսպես ասեմ, ապստամբությամբ 2016 թվականին, իսկ Բևերը շատ ավելի ուշ է կազմավորվել։ Ես հիշում եմ տասնյակ հազարավոր հայ ժողովուրդ հպարտությամբ գոռում էին ես Սասնացուր եմ, ոնց կարելի է հիանալ իրանքն են նժդեականներ, հիմա էլ են իրանք նժդեի գաղափարները կրող, Բևերն էլ դա ժողովուրդ։ Բայց շատերը ահաբեկիչ են համարում այդ նժդեհյան գաղափարակրողներին։ Որովհետև մեդիա դաշտը այնքան իրանց քննվում, վատ ներկայացնում, իբր թե իրանք մարդասպան են, իրանք տերորիստ են, ժողովուրդ ջան իմացողը գիտի, որ իրանք ինչ արել են մեր մաքուր ազգի ապագայի համար են արել, ձեր համար են արել, իսկ իրանց ձեր չի տալիս, որպեսզի ազգայինները այսօրվա դրության մեջ գան իշխանության գլուխ, որովհետև իշխանության գլուխ գալով բնականաբար այս նախկինները, հիմիկվաները, իրանց թալանացները պետք է մերեն հետ տան պատասխան տան։ Դրա համար ամեն ինչ են անում, հենա Սասնացրերից 10 հոգի նստած են, 7 հոգի
այդ ՊՊՑ գրավման ժամանակ իրեքոքել էս անցած տարի մասիվում են նռնակը, որ Արտուր Մովսիսյանը, Ստյոպը, որ ասին այդ ոստիկաններին ասին հերիքա Փաշինյանի մեջքը դուք պահեք, դուք իրան օգտում եք, որպեսզի իրանցի հողերը, Բերձորի հողերը տան ադրբեջանցիների առանց ձեր առանց հարցնելու սահմանադրությունը խախտելով սրանք հող են տալիս, ոնց իրանց դժգոհությունը այդ ձևով իրանք ներկայացրին, ոնց կարանք մենք հանգիստ նստենք, տենանք առանց մեզ հարցնելու հողեր բաժանի, տոյ պայմանագրեր կնքի, էթա Ռուսաստան մի ուրիշ բան Պուտինին ասի, էթա Էրդողանին լրիվ ուրիշ բան ասի, էթա Մակրոնի մոտ ուրիշ բան ասի, սաղ աշխարհը ջոկել է, որ էսի մի հատ երևույթ է, որ հարգանք պատիվը հերիք չի իրա գցել է, որ ինքը խաբեբայ է, սաղ ազգին նվաստացրել է, ոնց կարանք մենք այդ հանդուրժենք այդ ամեն ինչը։ Պարոն Թադևոսյան, նայեք, դուք այդքան ասում եք, նշում եք, որ խաղաղ ավտոերթի խաղաղ մասնակիցներին ռեժիմը չենք ասում ինչ որ անձինք, որովհետև եթե ասենք այս ինչի հրամանով, այն ինչի հրամանով, շեղմանք մոռացանք ասել, ճիշտ է։ Մի քիչ անպատասխանատու հայտարարություն կլինի, չնայած բոլորս էլ ներքուստ հասկանում ենք, թե ում հրամանով, ինչու, ինչպես։ Բայց տեսեք, դեռևս 2014, 15, 16 թվականներին այդ նույն մարդիկ ասում էին, որ գնում է Արցախի կորստի, Արցախի Հայաստանից հայ ժողովրդից խլման process։ Իրենց անլուրջ էին մոտիկանում։ Գնում է Արցախի աբխազացման process։ Ես բառացի ասեմ։ Այո, ես մոռացա ասել, շնորհակալություն որ հուշեցի։ Բառացի ասեմ, գնում է Արցախի աբխազացման process։ Ոչ ոք լուրջ չէր ընդունում, դեռ ավելին ծաղրում էին, հա հիհիով։ Հիմա զգում եմ, որ ոչ թե աբխազացման բոլորին ծեծեցին հնդե։ Չէ, այդ ավտոների մեջ բոլորին ծեծեցին, բացի ծեծելը, բացի բիրտ ուժի կիրառումը, նաև կոտրում էին մեքենաները։ Այո։ Ջարդում էին ավտոները, այսպես ասենք։ Հիմա էլ ինչ պետք է լինի, որ անսան այս մարդկանց ասածներին, լսեն այս մարդկանց ասածները։ Մասնավորապես Արա Պապյանի մասնագիտական, դիվանագիտական վերլուծությունները, այլոց քաղաքական վերլուծությունները, էլ ինչ լինի։ Ի նկատի ունեք, էլ ինչ վատ բան լինի, հա։ Այո, ի նկատի ունեմ, էլ ինչքան ու ինչ լինի, որ վերջապես հասկանանք, որ եթե մարդիկ ասում են իրենց անձնական շահից չեն ասում, իրենց անձնական նկատառումներից չեն ասում, ասում են իրողությունից ելնելով եւ ասում են հանուն ազգային գաղափարախոսության ու ազգային պետության։ Ասում է, միջև վտանգը քո տուն չմտնի, դու չես հասկանա։ Այդ ձեր հարցի պատասխանն եմ տալիս, էլի։ Ինչ էլի վատ բան լինի, չէ։ Ժողովուրդը ամենավատը այն կլինի, որ այսօրվա դրության մեջ Հայաստանի ղեկավարը լինի թուրք։ Պարլամենտում լինեն թուրք, հո Հայաստանում։ Այդ դրանից վատ բան կա։ Ու հիմա այս ժողովրդի մի մասը իր լռությունով, իր անտարբերությամբ հասնում է դրան։ Դրա համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, որպեսզի այդ բաները չլինեն։ Եթե ասել է ոտքի կանգնի։ Ոտքի կանգնի, իր դժգոհությունը ոչ քաղաքացիական պատերազմ լինի, ոչ մի բան, իր դժգոհությունը ոտի վրա, այսինքն քայլերով մոտենա կառավարություն ու ստիպի, որ իրանք հրաժարական տան։ Եթե հրաժարական տան, թող ժամանակավոր կառավարություն ստեղծեն, նոր հետո ընտրություններ անեն։ Ժամանակավոր կառավարություն ստեղծեն, լուստրացիա անեն, եւ անեն ընտրություններ, ումը կընտրեն։ Այդ ժամանակ ժողովուրդը արդեն կզգա, որ
ում կարելի ընտրել։ Այս դրա համար եմ ասում, այդ մոմենտը որ գա ժողովուրդը կհասկանան այս տասնյակ տարի ով է գետնի վրա պայքարը, բացի Բևերից, ով է շատ քաղաքացիներում եղել, բացի Բևերից, ով է ամենաշատը լոբիստական աշխատանքներ տարել արտասահմանում, բացի Բևերից մարդկանց հետ շփվելա սենատորների բան, որ մի կուսակցության անդամը այդ դրանով դիմե։ Այո, հիմա նայեք թազա ինչ որ Հիմա կառավարությունը ինչ որ 4 միլիոն քանի հազար գույքա գրարում է, հա, ինչ որ դրե բռնագանձման գումար, հա, դա գումար նկատի դրե։ ունեք։ Հիմա մենք հանրահավաք ենք անում այդ բռնագանձումը, Բայց ես կարդացի, որ դա արդեն տեղի ունեցել, հավաքվել է այդ գումարը։ վատեն ոնց կարելի է չի ուրախանալ։ Վերջին հարցը ձեզ, պարոն Թադևոսյան, ինչքան եք պատրաստվում մնալ Հայաստանում դեռևս, ինչքան եք պատրաստվում պայքարել, Ինչքան ուժ ունեմ, ֆիզիկական ինչքան ուժս ներում է, պայքարի մեջ եմ անելու մինչև այդ որ ասել էի, մինչև հաղթական ավարտ, այո, մինչև հաղթական ավարտի։ չեք ընկրկել, Չէ, չեք ես գնալու Հայաստանից։ Հայաստանից դե չէ, իմ երազանքն է, որ իմ ընտանիքս գազդ է, ես մինչև այդ ասեցի։ Հայաստանը իմ հայրենիքն է, ես ուզում եմ այս երկիրը գոնե միած եվրոպական երկրի նմանվի։ Լավ է, վատը նմանվի, որ մեր հայությունը բոլորը գան ստե ապրեն։ Այդ է իմ երազանքը։ Պայքարելու եմ մինչև վերջ կորցնելու բան չունեմ ես։ Ինչի պայքարում են կորցնելու համար։ Դե մարդիկ կան պայքարում են, որպես իրանց ստամոքսը միշտ լիքը լինի, թեկած ունենան, Փաշինյանը լինի, թե Էրդողանը լինի։ Իրանց կյանքի նպաստը իրանց ստամոքսն է։ Թե վաղը մյուսօր իրանց թորները մեծանալու են, իրանց ինչ ասես ասելու են, այդ էլ թեկած։ Կամ ինչ լեզվով են խոսալու։ Կամ ինչ լեզվով են խոսալու, այդ էլ թեկած ունենան։ Իրանց լավը լինի, իրանց փորը կուշտ լինի, այդ է։ Հասկանալի է, բայց ես ուզում էի այլ հարցով էլի, դուք թողել եք Ամերիկան, նորից եմ ասում եկել եք, ինչքան եք պատրաստվում պայքարել, ինչքան ուժերը ներում է, դա պատասխան չի, ինչքան։ Դուք տեսնում եք այս հետընթացը, ամեն բացվող օր, այսպես ասենք, նոր վատ անակնկալով ենք դիմավորում, նոր վատ լուրի լսելով ենք այդ օրը բացում կամ շարունակում։ Ինչքան կարելի է էլի այսպես։ Դե հիմա ունենց հարց եք տալիս, պետք է այնքան մենք պայքարենք, մինչև այդ վատ լուրերը չլսենք։ Մենակ այս երկիրը դարձնենք մեր ուզած երկիրը։ Պետք է պայքարի մեջ չլինենք։ Եթե պայքարի մեջ չլինենք, ոյ ավտոմատով չենք տալու իրանց։ Այս անտարբեր մարդկանց նման, դա ինչ կլինի։ Այդպես ես այդ տեսակի մարդը չեմ։ Լավ կլինի, կամ ընդ խորհուրդ են տալիս, Այնուամենայնիվ եթե տենցա գնացեք խփեք, բանը լավ էլի այդ ինչ խորհուրդ խփողես գնա խփի, հոմեք ձեր գլադիատորը չեք, սաղվաղ պայքարի մեջ ենք, միջև այդ ասեցի, միտինգներով ամեն ինչով քաղաքացիներից դուրս չեն գալիս, գերանցում շուտկեկով քաղաքացիներից դուրս չեն գալիս։ Այդ ես այն պայքարող տեսակի մարդն եմ, ես միջև իմ ուզածին, իմ նպատակին չհասնեմ, այս չար ուժերից չազատվենք, ես չեմ հանգստանա։ Այդ եմ ես։ Ու իմ նման հազարավոր տղաներ կան, աջակիցներ կան, որոնք ես ուրախ եմ եւ հպարտանում եմ իրանցով։ Դրա համար մեկս մյուսին ուժ տալով այսպես պայքարի մեջ ենք մենք։ Ես հպարտանում եմ, որ տենց մարդկանց հետ եմ շրջապատված։ Ես հպարտանում եմ, որ ես ձեռք եմ բերել նոր ընկերներ, որոնք ամեն ինչը իրանց անձնականը դրել են մի կողմ, պայքարի մեջ են։ Այ իրանք են նժդեականներ, անդրանիկներ, ոչինչ, տարիները կանցնի գզգակ, թե դրանք ինչեր են արել ձեր համար, ինչերի տակով են անցել, ինչերի վրով են անցել, դուք հետո գզգակ, ոչ թե հիմա ձեռ եք առնում, ծիծաղում եք, այնպես ոչ մի բանի չեք հասնի կողքից, հա, սենց, ոչինչ, կյանքը ցույց կտա։ Հենց այս նոտայով էլ եկեք ավարտենք հաղորդումը։ Իրոք կյանքը ցույց կտա։ Այո։ Այ երբ կյանքը ցույց տա, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ինչի համար ենք ապրում, ինչ է մեր նպատակը
եւ ինչ ենք ուզում։ Իսկ մեր նպատակը մեկն է՝ ունենալ նորմալ երկիր մեր հայրենի հողերի վրա, նորմալ հայրենիք, որը կձգի բոլոր այն հայերին, որոնք ծնվել են արտերկրում, ժամանակին արտագաղթել են, վերադառնալ ու շենացնել, ավելի հզորացնել մեր երկիր, մեր հայրենին, Հայաստանի Հանրապետությունը։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ մեր եթերում։